Շնորհակալություն Արմատ։ Պարոն Փաշինյան, այստեղ ճեպազրույցներից մի քանիսի ժամանակ դուք դիմել եք լրագրողներին, ասացիք, եթե դուք չընտրվեք, մեր ծնոտները լրագրողների ծնոտները գուցե չեն փոխվի, բայց գործազուրկ կդառնան։ Ձեր դեռ ընտրությունները երկրորդ անգամ չընտրվելուց առաջ, երրորդ անգամ, բայց ձեր կառավարության ժամանակ ձեր ազգային անվտանգության ծառայությունը եւ ձեր քննչական կոմիտեն քաղաքական մոտիվներով մտել են Արմատ մեդիա, կապարակնքել են դռները, միջայտ արգրավել տեխնիկան, մեր համակարգիչները, աշխատակիցների անձնական հեռախոսները, ստացվում է ձեր ժողովրդավարության բաստիոնում ընտրություններից 2 օր առաջ մեդիային փակել են, դարձրել եք գործազուրկ, ինչ կասեք այս մասին։ Ես ինչպես նախկինում ասացի, բացարձակապես տեղյակ չեմ, թե ինչի մասին եք խոսում, դուք Արմատ մեդիայից եք։ Ամեն դեպս ուրախ եմ, որ ողջ առողջ եք եւ ինձ հարց եք տալիս, այդ նշանակում է, որ այդքան էլ փակված չեք։ Բա ոնց են ձեզ թողե մտնեք այս շենք։ Եթե տենց միտումելներ կասեն, դուք ընդհանրապես չկաք, ինչ եք, իրավունք չունեք մտնեք այս տարածքում։ Ուրեմն եթե արվել է գործողություն, ուրեմն դրա իրավական հիմքը եղել է, որովհետև նաև այդ թվում մենք այսօր հիբրիդային սպառնալիքների հետ ենք առնչվում եւ ֆեյքերի ֆաբրիկաներ կան Հայաստանի Հանրապետությունում եւ իրականում պարտավոր են այդ թվում ֆեյքերի ֆաբրիկաները հայտնաբերելու ուղղությամբ ջանքեր մեզ մեղադրում են ընտրակաշառք բաժանելու եւ հավաքների ընդհանրապես շահագրգռել մեզ խմբագրությունը ամեն դեպքում քվեարկության օրն էլ ինձ հարցրեցին, անկեղծ ասեմ, չեմ հասցրել նույնիսկ տեղեկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Ոչ, չեմ տեղեկացել։ Չեմ տեղեկացել։ Եվրոմեդիա եւ հաջորդ Արցախ։ Այդ ձեր շարժուձևը արդեն իսկ դրա մասին է, որ ժողովրդավարության բաստիոնը։ Որտեւ ինչ որ էս էլ է ժողովրդավարության բաստիոն, որ այդ ամեն ինչ որ ասում եք, հենց դրա մասին է։ Ինչի ոչ ժողովուրդ, էս էլ է դրա վկայություն, էս էլ է դրա մասին, էս էլ է դրա մասին, էս էլ է դրա մասին, էս էլ է դրա մասին։ Չի այն ժամ համեցեք։ Պարոն Փաշինյան, հարցասելի ընտրությունների արդյունքներին է վերաբերվում փաստորեն վերահաշվարկի արդյունքում այն դեպքում այս պայծրությամբ կարծես պատկերը փոխվում, ինչպես հայտնում են, Բարգավաճ Հայաստանը կարծես մտնում է խորհրդարան։ Հիմա այս ամենից դատելով կարող ենք եզրակացնել եւ ընդունում եք, որ ամեն դեպքում այնպիսի խախտումներ կամ ինչպես կոչեք թերություններ են, հա, եղել, որի արդյունքում մի խոշոր ուժ, հա, որ պետք է մտներ խորհրդարան, չի մտնում, սա փաստումը տեղ ունեցած կամ թերացում է կամ խախտումների մասին, տեղեկություններ մամուլում հրապարակվեց, նաև ձեր նախկին թիմակից այսպես հարցազրույցի հետ ասաց, որ դուք ընտրություններից առաջ փորձել եք ընդդիմադիրներին այսպես առաջարկ ներկայացնել գործարքի գնան, կա նման բան թե ոչ, ինչպես կմեկնաբանեք, եղել է առաջարկ թե ոչ, եւ մի հարցել տեղեկություն կա, որ ընտրություններից հետո ձեր առաջին այցը նախատեսվում է Ռուսաստանի Դաշնություն, սրա հետ կապված ինչ որ պայմանավորվածություն կա, թե ոչ, եթե այո, ինչ օրակարգով։ Ընդհանրապես այդ որ ասում են առաջարկել են գործարք, թող ասեն ով, Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Ասենք Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որփի նման ընկել է աշխարհի աշխարհ տարբեր տեղերում գործարքա բան արել, փնտրել, գտել, հետո պարզվել է ընդամենը իրան բան են արել, հավաքագրել են ինքը դրանից տեղյակել չի։ Ասենք ով է գործարք առաջարկել։ Իսկ Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ ես գործարք, ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան։ Այդ ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է խախտումներին, ուրեմն ես գիտեմ մի բան, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, առնվազն միջև այն շեմը, որը պետքա կարող է իրանց տանեցիներին փող չեն տվել, չնայած էլ եմ կասկածում։ Կարծում եմ դե իրանց տանեցիները փողի նույնիսկ զավակներին մեծ բաներ, չէ, բաժնեմասեր ընտրություններից առաջ փոխանցվեց, դերևս մտավախություն ունենալով նրանք կքվեարկեն, թե չեն քվեարկի։ Առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել։ Ոչ մեկ, բացարձակապես ոչ մեկ։
Նրանք շեմ խախտումներ այո եղել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որովհետև այդ իր եկուժը ընտրությունների խորհրդան մտնելու շեմը պետքա չհաղթահարեն։ Հիմա էլ քննարկում են, ասում են մանդատները վերցնենք, թե չվերցնենք։ Անկեղծ ասած, եթե չվերցնեն, գոնե 100% լեգիտիմ խորհրդարան կունենանք։ Թե չէ, տենց ստիպված ենք լինելու տեսնել խորհրդանի ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն։ Շնորհակալություն ձեր հարցի համար։ Իրենք կարող են արտահայտվել այդ առումով, բայց ելի եմ ասում, նրանք չեն ստացել, նրանք չեն անցել շեմը, նրանք անցել են փողի շեմը։ Եվ ելի եմ ասում, մեր դատաիրավական համակարգը պետք է պատասխան տա։ Եվ ես չեմ պատկերացնում, այս ընտրություններում ընտրակաշառքի մեջ բռնված ցանկացած ոք միջև հաջորդ ընտրությունների արդյունքները ամփոփելը պետք է բանտում լինի։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է ընդդեմ պետության եւ պետությունը պետք է արձագանքի։ Սա շատ հստակ է։ Որևէ մեկը, որ բռնվել է 2031 թվականի ընտրությունների պաշտոնական ամփոփման օրը պետք է լինի բանտում։ Եթե ոչ, ուրեմն դատաիրավական համակարգը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Հայաստանի Հանրապետությունը պետք է միջոցներ ձեռնարկի այդ մաֆիան արմատախիլ անելու ուղղությամբ, որովհետև պետք է պատասխան տան։ Ինչ է նշանակում, ասենք, բռնել արդարացնել Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառքի գործով։ Որը մեկ ուզում ասի, որը մեկը Գագիկ Ծառուկյանին ձրի բռնել է արդարացրել է։ Էս ինչ ընդհանրապես ձև է։ Շնորհակալություն հարցի։ Բայց ձրի է արել, թող ես համակարգին եմ մեղադրում կոռումպացված լինելու մեջ։ Այո, կոռումպացվածները ցանկացած հարց այսօր կարան լուծեն դատական համակարգում, ցանկացած հարց։ Պարոն վարչապետ, Ռուսաստանից մասով դեր պատասխանել եք ընտրությունների գիշերը։ Այցերը կնայենք ըստ պլանի կառաջարկենք։ Շնորհակալություն, հաջորդ հարցը լավարեք։ Պարոն Փաշինյան, երևի շարունակեմ այն հարցը, որը տվեցի։ Պարոն Փաշինյան, ստացվում է, որ դուք այստեղ վարչապետի պաշտոն ունենալով հրահանգ եք տալիս ուղիղ դատավորներին։ Օրինակ, տասնյակներով բանտում պահել Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, Քոչարյանին, սա ուղղակի ճնշում չէ արդյոք դատական համակարգի վրա, դատավորների վրա, կամ ասում եք ընտրակաշառք տվողները պետք է մնան բանտում։ Ինչու եք խախտում կամ հստակ ասում եք ընտրակաշառք տվողներ։ Նրանք ենթադրյալ կաշառք տվողներ են, մարդկանց անմեղության կանխավարկած գոյություն ունի եւ շատ հնարավոր է, որ օրինակ երբ դատաքննություն ավարտվի, այդ մարդիկ արդարացվեն, անմեղ ճանաչվեն, այդ դեպքում նրանցից դուք պատրաստ եք ներողություն խնդրել եւ այսպես ուղիղ դատավորներին հրահանգել, որ պետք է անցկացնեն բանտում։ Գուցե նաև գնում են խափանման միջոց, օրինակ տալիս են տնային կալանքը, ինչի այդ բանտային կալանքը։ Այս հարցին կցանկանայի պատասխանեիք եւ այս օրերին կարող եք թվով նշել այն ապրանքները, որոնք Ռուսաստան չեն ներկրվել, մերժվել են, դրանց թիվը ինչքան են եւ որ երկրներ են կոնկրետ դրանք արտահանվել, օրինակ ասում եք ծաղիկը պետք է մերձ բալթյան երկրներ արտահանվեն, բայց մենք տեսանք, որ սիթիումը, Երևան սիթիում է վաճառվում, Ելակներժան վաճառվում, այս մասով ինձ թվում է մեր բազմաթիվ հայրենակիցներ կուզեն դասել պատասխանը։ Իսկ բազմաթիվ հայրենակիցներ ուրախ են, որ էժան ծաղիկը էժանացել է եւ Հայաստանի ծաղիկը հասանելիություն է ստացել աշխարհի ամենամեծ ծաղկի վաճառքի պլատֆորմին Նիդերլանդներում, այսինքն որ ծաղիկ արտադրողը տեղ հասանելիություն ունի, ինքն գելա ծաղկային դրախտ եւ Նիդերլանդների վարչապետն ինձ անձամբ գրել է, որ բոլոր հնարավոր ձևերով կաջակցեն, որպեսզի Հայաստանի ծաղիկ արտադրողները այդ շուկային եւ պլատֆորմին հասանելիություն ստանան եւ ես առաջին հարցի վերաբերյալ ես ասում եմ որպես ժողովրդի հետ լայնորեն շփված մարդ եւ ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ հանրության համբերությունը արդեն էլ տեղ ու սահման չունի, որովհետև պետք է լինի այդել կանենք, այդ դատական համակարգ հետ տերովին տերնատարել անտերին գելը, այդ ես չեմ թույլ տալու տենց բան, չեմ թույլ տալու, ես ասում եմ թող բոլորը իրենց հաշիվ տան ինչով են զբաղված, բոլոր կաշառակեր դատավորները հատ բռնվելու են եւ դատվելու են,
անունները ըստ քրեական գործերի կհրապարակվեն, երբ որ լինեն տենց գործեր։ Շնորհակալություն հարցի համար, հաջորդ հարցը Վահե Մակարյան։ Շնորհակալություն Մարգին հրապարակ։ Ես ոչ եմ դա վերածել երկուսության։ Շնորհակալություն Վահե Մակարյան։